Կոռուպցիան գողություն չէ, կոռուպցիան պետության դեմ ծանր հանցագործություն է։ Գողությունը վնասում է մեկին կամ մի քանիսին, իսկ կոռուպցիան վնասում է հազարավոր մարդկանց միանգամից, որովհետև թալանվում է հանրային միջոցը, քայքայվում է օրենքը եւ ամենավտանգավորը կոտրվում է վստահությունը պետության եւ արդարադատության նկատմամբ։ Դա մեր վճարած հարկն է, որը պետք է դառնար բուժօգնություն, դպրոց, անվտանգություն, բայց դառնում է կիսատգործ, անորակ ծառայություն, թանկացող կյանք եւ մարդկանց կոտրված հավատ, որ այս երկրում արդարություն կա։ Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը նախորդին դատապարտվել է 4 տարի 6 ամիս ազատազրկման, պաշտոնը չարաշահելու եւ առանձնապես խոշոր խարդախությանը օժանդակելու համար, բայց ազատվել է պատժից համաներմամբ։ Այստեղ է վտանգը, երբ ծանր հանցագործության գործով կա դատավճիռ, բայց չկա իրական հետևանք եւ մարդիկ հասկանում են մի բան, եթե բարձր պաշտոն ունես կամ ունեցել ես նախկինում, կարող ես ուղղակի անպատիժ մնալ։ Աշխարհում կոռուպցիան նվազեցրած երկրները մեկ գաղտնիք ունեն՝ պատժի անխուսափելիություն։ Սինգապուրում սկզբունքը պարզ է՝ կոռուպցիայի հանդեպ 0 հանդուրժողականություն։ Արագ քննություն, խիստ պատիժ, գույքի վերադարձ պետությանը, պաշտոնից ընդմիշտ հեռացում։ Հյուսիսային Եվրոպայում, Եվրոպայի շատ երկրներում նույնն է, օրենքը չի տարբերակում անուններ, կա միայն պատասխանատվություն։ Հայաստանում մեզ պետք է ոչ թե բարձրաձայն հայտարարություններ այս մասին, այլ հստակ ու պարտադիր սկզբունք։ Կոռուպցիան պետք է դասվի ծանր հանցագործությունների շարքին, որի համար պատիժը պետք է լինի իրական եւ անխուսափելի, որովհետեւ եթե վերջում պատիժը չեղարկվում է, մարդիկ մի բան են հասկանում. կարելի է թալանել ու պատասխան չտալ։ Սա արդեն արդարադատություն չէ, սա անպատժելիություն է օրենքի քողի տակ։